Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ, հակադրությունը պատրանքի և պատասխանատվության միջև է։ Նախկին արտգործնախարար Արա Այվազյանն առաջարկ Հայաստանին նախագծի շրջանակում վերլուծություն է ներկայացրել։ Դիվանագետը գրում է, որ առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական հերթական փուլ չեն, դրանք սահմանագիծ են պատրանքների և պատասխանատվության միջև։ Դիվանագիտության ամենակարևոր նպատակը որն է։ Ստանալ այս եւ աշխարհը միշտ այդպես եղել, վտանգավոր աշխարհում ապահովել քո անվտանգությունը, բարեկեցությունը եւ զարգացման հնարավորությունը։ Ես չեմ տեսնում այդ ձգտումը։ Անդրադառնալով խաղաղության խաչմերուկին, վերլուծության մեջ Արա Այվազյանը նշում է. Հայաստանը ոչ թե վերահսկվող խաչմերուկի ճարտարապետ է, այլ պետություն կանգնած խաչմերուկի վրա։ Իր շուրջը փոխված ուժերի հարաբերակցությամբ եւ դեռևս պատերազմական ցնցումներից չափակինված անվտանգության համակարգով։ Եթե պետությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կայունություն եւ պաշտպանական հստակ հաշվարկ, խաչմերուկը վերածվում է տարանցիկ տարածքի, որտեղ արտաքին ուժերը որոշում են հիմնական իրադարձությունների հունը, գրում է արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Հայկական օրակարգի քննարկման ժամանակ Այվազյանը նշեց, որ Հայաստանի իշխանության հռչակած բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը դռներ է բացում արտաքին ազդեցության համար։ Արդյունքում հակառակ այն գեղեցիկ բարերին եւ պաշտոնական քարոզությանը բոլորը ստանալու են իրենց շահերի չափաբաժինը, իսկ Հայաստանը դառնալու է ոչ կենսունակ երկիր, որը կորցնելու է այս ճանապարհը կամ դեպի ռազմավարական սուբյեկտայնություն։ Եվ լուծումը ես առաջարկել եմ զսպման քաղաքականության միջոցով։ Զսպման քաղաքականությունը դիվանագետի խոսքով հետևյալն է. երբ ուժային քաղաքականությունը դառնում է գերիշխող մեթոդը միջազգային հարաբերություններում, դա կարող է զսպվել միայն հակաուժ ստեղծելով։ Խոսքը պատերազմի մասին չէ։ Խոսքը այնպիսի կարողություններ զարգացնել, ներքին եւ արտաքին կարողություններ, որոնք կչեզոքացնեն կամ կբացառեն նոր ռազմական գործողություններ եւ այս զսպման քաղաքականության հիմքում ես տեսնում եմ Հայաստան-Իրան, Ռուսաստան ռազմավարական եռանկյունու ձևավորումը։ Քննարկման գլխավոր թեմաներից էր նաև թրիփը, ամբողջական ապաշրջափակում է, թե միայն Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովում ու արդյոք փարատված են հարևան Իրանի մտահոգությունները։ Գլխավոր խնդիրը, որը փորձում են լուծել Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը այս ուղով, դա անվտանգային մթնոլորտի փոփոխությունն է։ Մի կարևոր խնդիր էլ, որ իրենք անընդհատ անդրադառնում են, դա է, որ սա չի սահմանափակվելու արևմտյան ներկայությամբ, բնականաբար թիկունքում ուղղակի կամ անուղղակի ականատես են լինելու նաև Իսրայելի ներկայությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեզանում փորձ է կատարվում նաև ներկայացնելու, թե իբր Իրանում կա երկու դիրքորոշում խնդրի վերաբերյալ, թրիփ կոչեցյալի վերաբերյալ, իդեպ այդ անվանումը ինքնին վիրավորական է, Գարեգին Նեժդեհը Սյունիքը չի ազատագրել եւ չի պահել Հայաստանի համար, որպեսզի այդ ճանապարհը կոչվի որևէ մեկի անունով։ Իրանական կողմում կա մեկ դիրքորոշում։ Եթե մենք փորձենք այդ դիրքորոշումը ինչ-որ առումով պատկերավոր ձևակերպել, ապա իրանական կողմը հստակորեն հայտարարում է, որ իրենք վստահում են Հայաստանին, բայց իրենք չեն վստահում Միացյալ Նահանգներին։ Դիտարկում հնչեց նաև, որ թշնամի երկրի ղեկավարը հայ հասարակության հետ ավելի ազնիվ է, քան Հայաստանի իշխանությունը։ Միևնույն ժամանակ ցանկացած առողջ եւ ալտերնատիվ գաղափար, որը հանում է Հայաստանը Թուրքիայի ծայրագավառ լինելու գաղափարից, այս իշխանությունն անմիջապես որակում է որպես ռուսամետություն, ասում է Էլինար Վարդանյանը։ Եվրոպան մեզ ոչինչ չի առաջարկում։ Ամերիկայի կողմից Վենսը եկավ եւ Հայաստանին կոնկրետ ոչինչ չասաց եւ չեր էլ ասելու, պարզապես վերցրեց իշխանության քարոզչության այդ դրոշակը, սկսեց տանել։ Հիմա ոնց համոզենք մեր հասարակությանը, որ Հայաստանը թուրքական ծայրագավառ դառնալու հնարավորությունից հանելու այդ process-ը ամենևին էլ ռուսամետություն չէ եւ հակառակը դա ըստ էության Հայաստանի արժեվ եղած ռիսկերը կանխելու միջոց է։ Ես ռուսին չեմ սիրում։ Այսինքն սենց արտահայտություն անողը քաղաքական մտածողությունից, ընդհանրապես մտածողությունից երևի կիլոմետրերով, հազարավոր կիլոմետրերով հեռու է։ Ռուսը պիտի փրկի մեզ, ֆրանսիացին փրկի մեզ, անգլիացին, պարսիկը, մյուսը գան փրկեն մեզ։ Ոչ ոք չի գալու մեզ փրկելու։ Թուրքիան ու Ադրբեջանը տեսնելով, որ մենք թույլ ենք,
Իրանք անընդհատ մեզ զիջումներ են պանջելու եւ չեն ճանաչելու մեր սահմանները։ Եվ երբ որ մենք այդտեղ տեսնենք, թե ով կարող է մեր գործընկերը դառնալ, այդ ժամանակ արդեն շատ օբյեկտիվորեն մենք կհասկանանք, թե ովքեր կարող են մեր գործընկերը գետնի վրա օգնել մեզ։ Հակառուսականությունը ըստ էության պարտադրված քարոզչական գաղափարի շրջանակ է։ Ես վստահ եմ, համոզված եմ, որ Հայաստանում շատ ավելի, ասեմ այսպես, թուրքատիաց տրամադրություններ կան, քան ռուսատիաց տրամադրություն։ Այս պիտակավորումները, այս ներքին պարակտման քաղաքականության հերթական շարունակությունն են։ Որքան մենք պարակտվենք, իրար վիրավորենք, իրարից տարանջատվենք, այնքան մենք ավելի խոցելի ենք դառնալու արտաքին թշնամիների, մարտահրավերների, սպառնալիքների համար։ Քննարկումն ամփոփեց Արա Այվազյանը, մեջբերում անելով Պլատոնից. բոլոր մարդիկ բնությամբ հավասար են, բայց կան մարդիկ, որոնք ցանկանում են ստրուկ լինել։ Հայաստանի ներկայիս պայմաններում պաշտոնական քարոզչությունից տարբերվող կարծիք կազմելը բացարձակապես ստրկության մասին չէ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։